Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարում։ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, ՌԻԱ Նովոստին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մասադիկովը։ Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ եւ ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում։ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարների։ Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել հանդիսավոր միջոցառմանը, շնորհավորել բոլոր շրջանավարտներին եւ մաղթել արժանապատիվ ծառայություն։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԳՇՊետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն էլ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է սպորտի ռազմավարական եւ համակարգային բարեփոխումների ֆորումը, մասնակիցներին ողջունել եւ ելույթով է հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վերջերս հանրապետության տարբեր եկեղեցիներից եւ մատուրներից, խաչերի, գավաթների, նյուրոնամանների եւ այլ եկեղեցական պարագաների գողությունների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել են Արմավիրի 30 եւ 38-ամյա բնակիչներ։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, ՌԻԱ Նովոստին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը։ Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ եւ ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում եւ ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, հայտարարել է Մասադիկովը։ Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքը դադարեցնելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում եւ պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այդ հարցը։ Օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման եւ երկկողմորակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։ Կարևորելով միջխորհրդանական գործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջնորդման գործում Վահան Կոստանյանը եւ Օլենա Կոնդրատյուկը ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաեւ բազմակողմ խորհրդանական հարթակներում գործակցության խորացման կարեւորությունը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ մահվան դեպքերը պետք է դիտարկել ծառայության հետ կապված եւ ծառայության հետ չկապված հանգամանքների համատեքստում, ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին վերլուծության եւ քննարկման առարկա է։ Նրա խոսքով նախորդ տարիներին հրապարակված վիճակագրությունը տարբեր մանիպուլյացիաների առիթ է դարձել։ Նա ընդգծել է, որ բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի խոսքով մահվան դեպքերը պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվեն եւ չդառնան քաղաքական շարժումների թեմա։ Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այս տարվա շրջանավարտները սպայական դաշունների եւ ավարտական վկայականների հետ մեկտեղ ստացել են նաեւ բնակարանների գնման հավաստագրեր։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել հանդիսավոր միջոցառմանը, շնորհավորել բոլոր շրջանավարտներին ու մաղթել արժանապատիվ ծառայություն։ Նախարարն իր սոցցանցում գրել է. «Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Այսօրը հիշարժան է ոչ միայն նրա համար, որ Հայաստանի Հանրապետության բանակ են մտնում նոր սպաներ, այլ նաև նրանով, որ սա մեր բարեփոխումների առաջին փաղանգն է, արդյունքում ձևավորված առաջին սպաների խումբն է, որ մտնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այս տարիների ընթացքում մենք փոփոխություն ենք կատարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կրթական
կազմակերպական մի շարք ուղղություններում, որը մեզ հույս է տալիս, որ զուգորդվելով սպաների կենցաղային ապահովման, բնակապահովման ծրագրերի բարելավման հետ նոր որակ կհաղորդի մեր սպայական անձնակազմին ու մեր բանակին։ Մենք ջանք ենք դրել, որպեսզի դուք մտածելու քիչ բան ունենաք, սիրելի սպաներ, որ դուք իմանաք, որ առաջին իսկ օրվանից ունեք տանիք ձեր հարազատների համար։ Եվ կարծում եմ տարիների ընթացքում այս կարևոր ավանդույթը ավելի է ամրացնելու եւ ուժեղացնելու մեր սպաների կամքը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրում է կարևոր խաղաղության շրջան եւ բանակը իր վերընձյուղման ու զարգացման ճանապարհին է։ Ես շատ եմ կարևորում ձեր յուրաքանչյուրի անձնական դերը մեր բանակի կայացման գործում։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն էլ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ լիազոր դեսպան Նզաբամ Վիտային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ գնդապետ Մպագազեն։ Գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում գործակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է սպորտի ռազմավարական եւ համակարգային բարեփոխումների ֆորումը, որը ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ նման ձևաչափով կազմակերպվող առաջին համաժողովն է։ Համաժողովի մասնակիցներին ողջունել եւ ելույթով է հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է սպորտի ռազմավարական եւ համակարգային բարեփոխումների ֆորումը, որը ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ նման ձևաչափով կազմակերպվող առաջին համաժողովն է։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկայ են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, ԿԳՄՍ նախարարության մարզական ֆեդերացիաների Երևանի եւ Հայաստանի Հանրապետության մարզերի, մարզադպրոցների, ինչպես նաեւ գործընկեր մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նման օրինակ քննարկումները պարբերական դարձնելու անհրաժեշտությունը, նշելով, որ նպատակ կա ֆորումը վերածելու ամենամյա հարթակի։ Նախարարի խոսքում նշել է, որ միջոցառումը լավ առիթ է սպորտի ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կառույցների եւ ներկայացուցիչների համար հավաքվելու, ամփոփելու կատարված աշխատանքը, քննարկելու առաջիկա անելիքներն ու համատեղ ծրագրերը, ինչպես նաև դրանց առավել արդյունավետ իրականացման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ սպորտի ոլորտի պետական հատկացումներն էականորեն աճել են։ Մասսայական սպորտին ուղղված պետական հատկացումների 2018 թվականի համեմատ 15 անգամ աճ ունենք, իսկ բարձր նվաճումների սպորտի ուղղությամբ գրեթե 5 անգամ։ Սա նշանակում է, որ սպորտին ուղղված պետական հատկացումներն ավելի մեծ ծավալով են աճել, նշել է նախարարը։ Վերջինս ընդգծել է, որ կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի եւ սպորտի դպրոց։ Կառավարության նոր ծրագրում ըստ նախարարի ավելի մեծ շեշտադրում է նախատեսում սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Անդրեասյանը կարևորել է նաեւ մասնավոր հատվածի ներգրավումը, նշելով, որ պետությունը չի նախատեսում սպորտային ենթակառուցվածքների զարգացման ամբողջ գործընթացն իրականացնել միայնակ։ Նրա խոսքով պետություն մասնավոր համագործակցությունը զարգացում է ապրում երկու հիմնական ուղղությամբ։ Առաջինը մասնավոր հատվածի հետ է համագործակցությամբ սպորտային ենթակառուցվածքների ստեղծումն է։ Խոշորացված համայնքներում նախատեսում է կառուցել տիպային մարզահամալիրներ, որոնցից 3-ի Արարատում, Երեգնաձորում եւ Մարտունիում նախատեսվող կառույցների շինարարության մրցույթներն արդեն հայտարարված են։ Պետության կողմից կառուցվելուց հետո նախատեսում է այդ մարզահամալիրները հանձնել մասնավոր հատվածին հավատարմագրային կառավարման։ Սպորտի միջազգայնացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է նպատակներից մեկը Հայաստանի միջազգային մրցաշարների կազմակերպման կայուն հարթակ դարձնելն է։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայաստանը վերջին տարիներին միջազգային մրցաշարներ հասկացնելու զգալի փորձ է կուտակել, իսկ յուրաքանչյուր նոր առաջնություն նպաստում է կազմակերպչական կարողությունների զարգացմանը։ Որպես ամենավառ օրինակ նա մատնանշել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, նշելով, որ չնայած տեխնիկական եւ կազմակերպչական բարդություններին, այն անցկացվել է բարձր մակարդակով։ Միջազգային խոշոր միջոցառումների շարքում Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է 2029 թվականի FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին ընդառաջ Իջևանում նախատեսում է կառուցել UEFA-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին համապատասխան 10,000 հանդիսական տեղավորող մարզադաշտ, իսկ Վանաձորի մարզադաշտը նախատեսում է վերակառուցել։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում հանրապետության տարբեր եկեղեցներից եւ մատուրներից խաչերի, գավաթների, մյուրոնամանների եւ այլ եկեղեցական պարագաների գողությունների վերաբերյալ ստացվել են ահազանգեր։ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել են Արմավիրի 30 եւ 38-ամյա բնակիչները։ Վերջիններս ձերբակալվել են։ Նրանց Nissan Magnus-ի մեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը, իսկ մյուս մասը ըստ ոստիկանության հասցրել էին վաճառել։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է։ Գրիգորյանը մեղադրվում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Գործը հարուցվել է մայիսին։ Իրավապահներն այդ ժամանակ խոզարկել էին Գրիգորյանի տունը, մեքենան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը, առգրավելով փաստաթղթեր եւ համակարգիչներ։ Դատախազության տվյալներով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը Սևանի ափամերձ 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 ապօրինի կառուցված հիմնական եւ ոչ հիմնական շինություն։ Եվս մի շարք ապօրինի կառույցների վերաբերյալ հայցեր ներկայացվել են դատարաններ։ Դատախազությունը նախատեսում է շարունակել ապօրինի շինությունների ապամոնտաժումը, նոր հայցեր ներկայացնել եւ քննարկել ազատված տարածքները հանրային օգտագործման, այդ թվում հանրային լողափերի վերածելու հնարավորությունը։ Դատախազությունը նաեւ նշել է, որ 1905 մետրից ցածր տարածքները ջրածածկման ենթակա եւ ափամերձ պահպանության գոտի են։ Ապամոնտաժված կառույցների թվում եղել են նաեւ նախկին պաշտոնյաների եւ նրանց փոխկապակցված անձանց կողմից կառուցված շինություններ։ Մոտ 1.5 միլիարդ դրամի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք է բացահայտվել։ Իրավապահները հայտնաբերել են 34.8 կիլոգրամ ափիոն եւ 3 կիլոգրամ մարիխուանա։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են թմրամիջոցների ձեռքբերման, տեղափոխման եւ իրացման հնարավոր շղթան, նաեւ դեպքին ներգրաված անձանց շրջանակը։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գազպրոմ Արմենիա ընկերության 4 աշխատակից եւ Հայաստանի քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց են տրվել, կալանքը 1-ի նկատմամբ տնային կալանքը։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության եւ քննչական կոմիտեի ծառայողները Երևանում գործող հյուրանոցներից մեկում անակնկալ խոզարկություններ են իրականացրել եւ վնասազերծել ենթադրյալ հանցավոր խումբ։ Ըստ ոստիկանության խմբի անդամները ներկայանալով որպես Միացյալ Նահանգներում բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցներ չարաշահել են արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը հափշտակել ուղեբեռներ եւ դրանք տեղափոխել այլ վայր։ Հետագայում գողացված ուղեբեռը վաճառվել է եւ ստացված գումարները փոխանցվել են խմբի անդամների համարներին եւ փոխակերպվել կրիպտոակտիվների։ Խոզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացույցներ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա։ Ոստիկանությունն ու Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները շարունակում են միջոցառումները հանցավոր մեխանիզմի վերաբերյալ նոր տվյալներ ձեռք բերելու եւ հանցավոր խմբին բացահայտելու ուղղությամբ։ Ավարտվել է ընտրակաշառք տալու ստանալու դեպքով քննված եւս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ Ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքերով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով 14 մեղադրյալների, այդ թվում Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի համակիր ԿՊ-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում կայազորների զինվորական դատախազությունների քրեական վարույթներով եւ դատախազական ներգործության միջոցներով պետությանը, համայնքներին ու պետական եւ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 47 միլիոն 204 հազար դրամ։ Ծանր հանցագործություններով դատարան է հանձնվել 59 քրեական վարույթ, իսկ ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 38 մեղադրական դատավճիռ։ Առանձնապես ծանր հանցագործություններով դատարան է հանձնվել 3 վարույթ, իսկ օրինական ուժի մեջ է մտել 3 մեղադրական դատավճիռ։
2026-ի առաջին կիսամյակում քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության 1794 քրեական վարույթ, ինչը գերազանցում է 2025-ի նույն ժամանակահատվածի 1482 ցուցանիշը։ Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ, 213 անձի վերաբերյալ։ Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակելու կամ բացելու որոշումը կարող է կայացնել միմիայն Թեհրանը։ Այսպես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է ռազմավարական ջրային ուղին հայտարարել ամերիկյան տարածք, գրում է Մեհրը։ Թրամփը ելույթ է ունեցել Նյու Յորք նահանգի Գարդեն Սիթիում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ եւ կողմնակիցներին հայտարարել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակից հետո շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարվի իրենց տարածքը։ Ի պատասխան Ղարիբաբադին X սոցիալական ցանցում գրել է, որ նեղուցը չի կարելի գրավել ոչ թվիթով, ոչ էլ ավիակրով, ոչ հրամանով, ոչ էլ նախընտրական ճառով, ընդգծելով, որ Իրանը չի վախենում ոչ սպառնալիքներից, ոչ էլ ուժի ցուցադրությունից։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ-ի տարածք։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վերջնականապես հաղթելուց հետո բավական շուտ ինքը Հորմուզի նեղուցը կհայտարարի Միացյալ Նահանգների տարածք։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն այժմ նեղուցի նկատմամբ ունի լիակատար վերահսկողություն եւ ամերիկյան ռազմածովային շրջափակման պայմաններում նավերը չեն կարող անցնել առանց ԱՄՆ-ի համաձայնության։ Խորվաթիայի Դալմաթիայի ափին վերջին օրերին խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, որոնցից ամենածանր իրավիճակը ստեղծվել է Օմիշի եւ Լոկվա շրջանում։ Հրդեհը բռնկվել է օգոստոսի 13-ի երեկոյան եւ քամու ուժեղ պայմաններում շատ արագ տարածվել է անտառապատ եւ բնակեցված տարածքներում, արվել է ավելի քան 1000 հեկտար տարածք։ Հրդեհի պատճառով մոտ 1000-ից 1200 մարդ տարհանվել է, այդ թվում բազմաթիվ զբոսաշրջիկներ, զոհվել է առնվազն 1 մարդ, իսկ մոտ 40 մարդ վիրավորվել է։ Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ է առաջացրել քաղաքում, ջրի տակ են հայտնվել քաղաքի մի շարք փողոցներ եւ ճանապարհներ, ջրով են լցվել Ռուսթավելի եւ Վաժապշավելա մետրոյի կայարանները, ջրածածկվել են նաեւ մի շարք նկողներ։ Չինաստանի արևելքում Չժեցզյան նահանգի Չանսին շրջանում տեղի է ունեցել մեծ սողանք, դեպքը տեղի ունեցել օգոստոսի 14-ի վաղ առավոտյան հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղից հետո։ Հորդառատ անձրևները Չանսին շրջանում առաջացրել են հանկարծակի հեղեղ, հեղեղաջրերը սողանք են առաջացրել, ինչի հետևանքով տուն է փլուզվել։ Առնվազն 1 մարդ է զոհվել, եւս 3 մարդ համարվում է անհետ կորած։ Կայրեի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, եւս 17-ը ստացել են վնասվածքներ։ Դատախազությունը հայտնել է, որ նախնական քննության ընթացքում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պատճառով։ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել հուշանվերների եւ խաղալիքների խանութի սեփականատիրոջը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը եւ հարցաքննել նրան։ Չինական փորձարարական գնացքը մագնիսական համակարգի միջոցով ընդամենը 5.3 վայրկյանում հասել է ժամում 800 կմ արագության սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։ Հուբեյ նահանգի Դոնու լաբորատորիայի 1 կիլոմետրանոց թրեքի վրա անցկացված փորձարկումների ժամանակ գնացքը ռեկորդային արագություն զարգացնելուց հետո կանգ է առել ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Սա վերջին շրջանում չինացի մասնագետների արդեն երրորդ հաջողված նվաճումն է։ Եվ թողարկման այս հատվածում մշակութային ուշագրավ իրադարձությունները քննարկել են պատմական գիտությունների թեկնածու Անի Ոսկանյանի հետ։ Բարի Տիկին Ոսկանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի եւ այս կարևոր թեման արծարծելու հնարավորության համար։ Այո, եւ ես սկզբից նշեմ, որ իսկապես թեման կարևոր է Տիկին Ոսկանյան, քանի որ նա ոչ միայն մշակութին է անդրադառնում, այլ նաեւ մեր ինքնությանը եւ մեր ԴՆԹ-ին եւ խոսելու ենք վերջերս Ադրբեջանի կողմից կրկին մի զավթողական քաղաքականության մասին, խոսքը գորգագործության մասին է, որ նրանք ուզում էին հայկական գորգերը ներկայացնեն իբրև ադրբեջանական գորգեր եւ բարեբախտաբար մեզ հաջողվեց որոշ շրջանակների, այդ թվում նաեւ ձեր կազմակերպությանը աղմուկ բարձրացնելով, որ նման բան տեղի չունենա։
Վերջերս Հունգարիայում պետք է տեղի ունենար մի միջոցառում, մշակութային միջոցառում գորգագործության մասին, որտեղ Ադրբեջանը ցուցադրություն իբրև թե պետք է կազմակերպեր եւ Ադրբեջանը որոշել էր հայկական գորգերը, չգիտես ինչու ներկայացնել իբրև ադրբեջանական, ինչպես իրենք միշտ ամենի սեփականաշնորհում են։ Եվ բավականին հայտնի ամսագիր, Հալե ամսագիրը բոլորիս կողմից շատ հայտնի, որ անմիջապես հենց լուսաբանում է, հա, մշակութային իրադարձություններ, մասնավորաբար գորգագործությունը, չգիտես ինչու իր բոլոր սոցցանցերում, Instagram-յան էջում, Facebook-յան էջում եւ մնացած բոլոր իր խողովակներով տարածել էր իբրև հայկական գորգերը ադրբեջանական են եւ այս մասով բավականին լուրջ աղմուկ բարձրացավ։ Կխնդրեի ձեր մեկնաբանությունը այս քաոսի մասին։ Ընդհանրապես պետք է արձանագրենք, որ սա նորություն չէ եւ Ադրբեջանը շարունակաբար է ոտնձգություններ կատարում հայկական մշակույթի նկատմամբ, մասնավորապես հայկական գորգագործության նկատմամբ։ Անդրադառնալով Հալե ամսագրին ուզում եմ նշել հանրության համար, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու մեր կողմից այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ եւ ինչու էր շատ կարեւոր այդ գործընթացի կասեցումը։ Հալին խիստ հայտնի ամսագիր է եւ ունի բավականին լուրջ կշիռ գործվածքի լուսաբանման, ներկայացման, մեկնաբանման ասպարեզում, այն դեռևս լույս է տեսնում 1978 թվականից եւ ինչպես հենց իրենք են նշում, իրենց իսկ էջում իրենք ոլորտի առաջատարն են։ Այդ պատճառով նման պարբերականում այդպիսի խեղաթյուրված սխալ նյութի հրապարակումը եւ նրանց կողմից այդ նյութի տարածումը իրենց սոցիալական ցանցերի միջոցով բնականաբար եւ պետք է արժանանար այդպիսի կոշտ հակադարձման եւ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք տարբեր մասնագետներ իրենց սոցիալական էջերով, տարբեր խողովակներով հնարավորություն ունեցան իրենց ձայնը բարձրացնելու եւ ի վերջո նրանք Facebook-ից հեռացրեցին, այսինքն իրենք տեսան հակադարձում եւ իրենք տեսան մի կարեւոր բան, որ հայկական կողմը շարունակաբար տեր է կանգնելու իր մշակութային ժառանգությանը եւ մենք ոչ մի կերպ եւ ոչ մի վարքյան չենք նահանջելու եւ պայքարելու ենք մեր գորգերի պահպանության, հանրահռչակման, մեր նախնազարդման համակարգի հանրահռչակման, հայկական ազգային հնամենի դարավոր սիմվոլների ամրագրման, որոնք կապված են մեզ հետ, որոնք կապված են մեր բնորանի հետ, որոնք կրում են մեր ստեղծման պատմությունը, այդ ամենը հենց այնպես չի ամրագրված գորգի վրա, դա ձեռագիր է, դա կոդ է, որով մենք ներկայանում ենք աշխարհին։ Մենք պայքարելու ենք դրա համար եւ եւ այս դեպքը մատնանշեց, որ համակարգված, հստակ, ծրագրային պայքարի հակադարձման արդյունքում, մասնագիտական խոսքի արդյունքում, այո, մեր խոսքը դառնում է ծանրակշիռ եւ ունենում է հստակ արդյունք։ Տիկին Ոսկանյան, տեսեք, Հալե ամսագիրը, ինչպես նշեցիք, 1970-ականներից հայտնի է, թիվ 1-ն է աշխարհում եւ իսկապես ինքը լայն հնչեղություն ունի եւ կարող է ինքը թելադրել, հա, ինքը համակարգել եւ այսպես շարունակ, բայց նույն Հալե ամսագրի ներկայացուցիչների 2015-16 թվականներին Հայաստանում էին, նրանք շատ լավ գիտեին հայկական գորգերի մասին, շատ լավ ուսումնասիրել էին արցախյան գորգերը, նույնիսկ Արցախում են որոշակի ժամանակում եղել, Շուշիի գորգերի թանգանում եւ այլն։ Մոնիտորինգ են արել, իրականացրել են բազմաթիվ հետազոտական աշխատանքներ, իմանալով այդ ամենը, կրկին գնացել են Ադրբեջանի հետ գործարքի, այսպես ասած։ Կարող ենք ասել, որ այստեղ նույնպես Ադրբեջանը իր սև նավթադոլարային կաշառքով է հասել այս ամենին։ Ադրբեջանը միշտ բոլոր ասպարեզներում է դիմում բոլոր հնարավոր ձևերին իր ոչ ճշգրիտ սուտ թեզերը առաջ, կեղծ թեզերը առաջ տանելու համար, այստեղ եւ գորգագործության ասպարեզում ոտնձգությունները հատկապես շատ ավելի շատ են, որովհետեւ Ադրբեջանը հենց իր արժեվ խնդիր է դրել յուրացնել հայկական արցախյան գորգագործական դպրոցը եւ ներկայացնել դա որպես իրենը, քանի որ այստեղ շատ ավելի հետաքրքիր շերտեր են բացվում, քանի որ ինչպես արդեն նշեցի, գորգագործությունը դա կոդ է, ձեռագիր է, որով որոնք դա մեր ինքնության մասնիկներից մեկն է, որով մենք խոսում ենք, մեր պատմության մասին ենք պատմում, մեր ինքնության մասին ենք պատմում աշխարհին։ Եվ Ադրբեջանը այդ նախշազարդման համակարգին, գործման տեխնիկային, ինչը շատ կարևոր է հատկապես նշել, գործման տեխնիկային, հայկական կրկնակի
հանգույցը, որով որ թե թուրքերը, թե ադրբեջանցիները գործում են իրենց գորգերը, տիրանալով գործման տեխնիկային փորձում է կեղծ կապ ստեղծել տարածաշրջանում իր երկարամյա գոյությունը ինչ որ ձևով փաստելու, ներկայացնելու համար։ Նաև այս տեսանկյունից է շատ կարևոր հայկական ոչ միայն գորգելը մշակութային մյուս արժեքների պաշտպանությունը, դրանց մասին շարունակաբար խոսելը, դրանք ներկայացնելը եւ այստեղ մենք տեսնում ենք մշտապես շարունակական հարձակում ոչ միայն հալի ամսագրի միջոցով, նրանք դա անում են տարբեր թանգարաններում, գիտաժողովների միջոցով, գիտական հոդվածների միջոցով, այո, այսինքն մասնագիտական դաշտում կան մասնագետներ, ոչ միայն ադրբեջանցի մասնագետներ, այլև ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, որոնք հանգիստ կարողանում են շրջանցել պատմական իրողությունները եւ գրել իսկապես կեղծ պատմություն, ինչը անխոս խիստ դատապարտելի է։ Տեսեք, դատապարտեցիք դուք ձեր կազմակերպությունը, իդեպ Հայկական գորգերի ազգային կենտրոնը, դատապարտեցին անհատներ, աշխարհասփյուր հայեր, բայց մենք այն երկիրը, որտեղ Ադրբեջանը փորձում է նման զեղծարարություններ, կեղծ պատմություններ հորինել եւ ադրբեջանաֆիկացնել ամեն ինչ, մասնավորաբար հայկականն ու արցախյանը, մեր դեսպանները, մեր բարձրաստիճան պաշտոնյաները, մեր կառույցները լռում են, որևէ բան չեն անում։ Ում գործառույթն է սա, պետությունը ինչպես պետք է ներգրավի եւ կանխի նման դեպքերում։ Հյուպատոսների աշխատանքն է դա, մշակութային գործիչների աշխատանքն է, ում աշխատանքն է սա։ Սա համակարգված ծավալուն համատեղ աշխատանք է։ Անխոս այստեղ եւս երևում է մշակույթի նախարարության պակասը եւ բնականաբար հրաշալի կլիներ, որ մշակույթի նախարարություն լիներ եւ զբաղվեր հենց այս հարցերով եւ համակարգեր։ Այստեղ շատ կարեւոր է անհատ մասնագետների, կազմակերպությունների եւ անխոս պետության համագործակցությունը, քանի ոչ մեր դիմաց կանգնած ուժը օգտագործում է իր ողջ գործիքակազմը եւ այդ ողջ գործիքակազմը օգտագործում է հենց պետության կողմից վերցնելով տարբեր թիրախներ եւ հերթով խփելով այդ թիրախներին։ Հետեւաբար մեր հակազդումը պետք է լինի համաչափ համաչափ եւ բնականաբար ավելի ուժեղ։ Գիտեք, մի շատ հետաքրքիր բան էլ կա, երբ ինչ որ մի բանը քոնն է, երբ դու ես ստեղծել, երբ դրա տերը դու ես, դու ավելորդ անգամ կարիք չունես այդ մասին բարձր գոռալու, բայց պարզվում է, որ ստեղծված իրավիճակում դրա կարիքը առաջացել է, այստեղ պայքարը պետք է լինի խիստ համակարգված, ոչ միայն կոնկրետ հալի ամսագրի հրապարակման հետ, այլև բազմաթիվ միջազգային թանգարանների, մենք պետք է ունենանք տարբեր միջազգային գիտաժողովներում գորգ ներկայացնող բազմաթիվ մասնագետներ, որոնք իսկապես կկարողանան ճշգրիտ գիտական բարձր լեզվով խոսել հայկականության, պահպանության եւ կեղծարարության դեմ։ Հենց այդ ճշգրիտ խոսելու պրոֆեսիոնալիզմով, գորգագործության մասին առաքելությունը տրված է Հայկական գորգերի ազգային կենտրոնին։ Իրենք շատ կոշտ արձագանքեցին, բնականաբար այդպես էլ պետք է լիներ։ Իրենց գործունեությունը հայապահպանության մասով ինչպես է իրականանում։ Մի փոքր մանրամասներ ձեր կազմակերպության մասին, Հայկական գորգերի ազգային կենտրոնի հայապահպանության մասին մի փոքր կցանկանայի մեկնաբան։ Սիրով, բայց ես նախապես ուզում եմ նշել, որ այո, Հայկական գորգի ազգային կենտրոնը արդեն երկար տարիներ է, ինչ կատարում է լուրջ աշխատանք գորգապահպանության, հանրահռչակման, նյութի գիտական հետազոտության արդյունքում, բայց պետք է նշենք նաև, որ դաշտում կան հրաշալի մասնագետներ, հրաշալի կազմակերպություններ, թանգարաններ, գիտական ինստիտուտներ, որտեղ մասնագետները նորից իրենց ամենօրյա աշխատանքով ունենում են մեծ նվաճումներ, կարողանում են նպաստել գործին։ Հայկական գորգի ազգային կենտրոնը հենց իր ստեղծման, իր ձևավորման օրից մի քանի հիմնական ուղղություն նախանշեց, որի մեջ առանցքայինը Հայկական գորգի գիտական հետազոտություններ, պահպանությունը եւ հանրահռչակումը եւ այն թիմը, որը որ հավաքվեց Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Վիկտոր Մնացականյանի շուրջը, իր ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ մոտենում է բոլոր նպատակների իրականացմանը։ Այստեղ մենք ոչ միայն գորգալև ընդհանրապես գործվածքը ներկայացնելու կարիք ունենք, քանի որ մենք ունենք ահռելի արխիվային նյութ, մենք ունենք հստակ պատմություն, մենք ունենք անցյալում տեղի ունեցած, այսինքն անցյալում կազմավորված
հաստատություններ, հիմնարկություններ, ամբողջը փաստագրված կա, գորգագործական ֆաբրիկաներ, որոնք որ իրենց գործունեությունն են ծավալել դարեր շարունակ։ Նորություն չեմ ասի, իհարկե, եթե ասեմ մեր միջնադարյան հայ վաճառականների այդ ողջ պատմությունը, որը միայն վաճառականության պատմություն չի, դա մի ահռելի պատմություն է եւ այդ ողջ պատմության մեջ հենց գորգավաճառության պատմությունը, հայկական տեքստիլի վաճառ մնացած բոլոր տեքստիլի այլ նմուշների վաճառքը եւ այս բոլորի հետազոտությամբ եւ այս բոլորը գիտականորեն ներկայացնելու հիմնական գործով նաեւ առաքելությունը վերցել եք առաքելությունը ոչ միայն նորից ասեմ, որ դաշտում իսկապես հրաշալի մասնագետներ կան, բայց մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում դրան եւ փորձում ենք յուրաքանչյուր օրը ունենալ գոնե մի փոքր նվաճում մեր հիմնական նպատակներին հասնելու համար։ Շատ լավ, նաեւ հայկական գորգերի ազգային կենտրոնին անդրադարձանք, վերջերս Մայրաքաղաքի սրտում ամենահայտնի այգիներից մեկում, գլխավոր փոստի դիմացի այգում տեղի ունեցավ շատ հայկական գեղեցիկ մի միջոցառում Գորգ Լևայի արարողություն։ Իդեպ ես անձամբ ներկա եւ հիացած էի։ Այ ինչպես ծնվեց գաղափարը։ Մի փոքր այդ մասով մեկնաբանություններ խնդրում եմ։ Գաղափարը հետաքրքիր էր, որովհետեւ նույնպես հայաֆիկացնելու ամեն ինչ, քանի որ տուրիստները այնտեղ շատ էին եւ դա էլ նպաստում է ուղղակի եւ անուղղակի կրթելու թե հայկական գորգագործությունը ինչ է իրենց ներկայացնում։ Գորգ Լվալու արարողությունը բոլորիս ամենասիրելի արարողությունն է, այսինքն մենք բոլորս էլ մանուկ ենք եղել եւ հիշում ենք, որ ինչպես էինք սպասում, նույնիսկ տատերը, մայրերը, քույրերը, այո, ինչպես էինք սպասում, նույնիսկ չէինք կարողանում գիշերը քնել, եթե գիտեինք, որ հաջորդ առավոտ մեր բակում, թաղում, փողոցում տեղի ունենալու ու այն վարակիչ էր, ամբողջ գործընթացի սիրունությունը հենց նրա մեջ է, որ ինքը վարակիչ է, իսկ եթե մեկը դուրս էր բերում իր գորգը լվալու, անմիջապես բոլորը միանում էին, եւ միանում էին եւ շարունակում էին այդ գործընթացը։ Երբ դեռևս տարիներ առաջ, երբ Վիկտոր Մնացականյանը առաջարկեց փողոցում, Մայրաքաղաքի հենց կենտրոնում, իդեպ առաջին գորգլվան տեղի է ունեցել Աբովյան 3 հասցեում, որտեղ գտնվում էր Որդանկարմիր հայկական գորգի թանգարանը, հայտնի AOX-ի շենքում, հենց Աբովյան 3 հասցեում ամբողջ Աբովյան փողոցը գորգապատել եւ փողոցում գորգ լվանալ, այսպես բոլորիս արձագանքը բավականին հետաքրքիր էր ու տեղի ունեցավ հենց այդ օրը մենք հասկացանք թե ինչու լայն արձագանք է գտնում եւ մարդիկ ինչպիսի մեծ ուրախությամբ են միանում իսկապես վերածվում է մի մեծ տոնի ու այն դարձավ շարունակական ու արդեն երկար տարիներ է յուրաքանչյուր տարի մենք հնարավորություն ենք ունենում եւ փառատոնների շրջանակում եւ պարզապես մեր հայկական գորգի ազգային կենտրոնի կազմակերպած միջոցառումների շրջանակում իրականացնել տարեկան 2 օր այդ միջոցառումը եւ պատկերացրեք սկսվում է այդ փոքրիկների մեծ հավաքով, որոնք պարզապես չեն կարողանում համբերել թե երբ են ջուրը միացնելու եւ բավականին երկար ժամեր տևելուց հետո միևնույնն է լինում են դեռ մարդիկ, ովքեր որ չեն ուզում հեռանան, դժգոհ են, որ միջոցառումը արդեն օրը մտնում է եւ մոտենում է ավարտին եւ ասենք խնդիրը հենց լինում է ինչ սկսել արագ եւ ինչպես մեղմ վերջացնել, որպեսզի բոլոր մարդիկ հասցնեն մասնակցել դրան։ Տիկին Ոսկանյան, այսինքն նաեւ այդ Գորգ Լևայի եւ նմանատիպ միջոցառումներով զարկ է տրվում հայկական գորգերի հանրահրճակմանը։ Այլ միջոցառումներ, այլ ինչ միջոցառումներ են իրականացնում, ձեր կազմակերպությունը շատ կարճ, քանի որ մեր եթերաժամանակը մենք առաջիկայում Գորգ Լևային եւ զուգահեռ մենք իրականացնում ենք նաեւ գորգերը անհավանական միջավայրում, այսինքն փողոցում, ինչ որ մի թաղամասում, մշակութային շենքերի վրա ներկայացնելու ավանդույթներ ունենք, այսինքն մենք դրան ասում ենք գորգ փռոցի։ Տարիներ առաջ մեր այս միջոցառմանը միացան Երևանի մշակութային բազմաթիվ շենքեր, թանգարաններ, թատրոններ, անգամ մշակութային օջախներ եւ Երևանը ներկայացնող շատ ու շատ այլ կառույցներ, ուրեմն ինչպես է, այսինքն այստեղ մենք հնարավորություն ենք ունենում ոչ միայն ցուցադրելու գորգը ավելի ազատ, ավելի բաց միջավայրում, այլև ունենալ զրույց, դասախոսություն գորգերի մասին,
ու դրան միանում են նորից մեծ թվով մարդիկ եւ ինչն է մեզ ամեն տարի նորից տանում այդ միջոցառումը շարունակաբար իրականացնելուն, որովհետեւ մեկ հայտարարության արդյունքում հավաքվում են մեծ թվով մարդիկ, բացարձակ մեզ հետ որևէ կապ չունեցող եւ այդ մարդկանց այդտեղ է բերում զուտ հետաքրքրությունը, սերը գորգի նկատմամբ, ազգային արմատների մասին ավելի շատ բան իմանալու ցանկությունը եւ միանում են նորից մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք անխոս այդ ողջ գիտելիքը իրենց հետ տանում են իրենց երկիր եւ արդեն այստեղ այս միջոցառումների կարեւորությունը թե գորգ լվալու, թե ներկայացնելու, թե գիտական որևիցե մի գիտաժողովում ելույթ ունենալու կամ գորգ փորձի ընթացքում դասախոսություն կարդալու ժամանակ երբ որ ներկայացվում են հայկական նախշազարդերը, երբ որ ներկայացվում է հայկական գորգը, այդ մարդը, որը ներկա է եղել օտարերկրացին այդ միջոցառմանը, հալի ամսագրին կամ Ադրբեջանի կեղծարարությամբ տեղի ունեցող որևիցե մի միջոցառմանը կարող է արդեն բարձրաձայնելու ասել, որ ես գիտեմ ճշմարտությունը, սրանք հայկական գորգեր են, ես տեսել եմ դրանք Հայաստանում եւ գիտեմ նրանց ճշգրիտ եւ ամբողջական պատմությունը։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Այսքանով ես հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։